Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակում է ձեռնարկել միջոցառումներ բնակչության մոտ ապօրինի պահվող զենզինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ։ Ներկայացնենք վերջին ամսում համայնքային ոստիկանության բաժինների բացատրական աշխատանքի արդյունքները։ Հունվարի 8-ին համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում հանձնվել է ինքնաձիգ, 3 նռնակ, տարատեսակ փամփուշտներ և զինամթերք։ Նույն բաժնում հունվարի 12-ին կամավոր հանձնել են ակոսափող հրազեն, նռնակ ու փամփուշտներ։ Հունվարի 20-ին Տավուշի բաժնում հանձնել են որսորդական հրացան և ինքնաձիգի փամփուշտներ։ Հունվարի 21-ին Աշոտսկի բաժնում հանձնել են ինքնաձիգ, 40 փամփուշտ և 2 ծխագլանակ։ Նույն օրը Արտիկի բաժնում հանձնել են 1 հրացան, 3 ատրճանակ, 3 նռնակ, փամփուշտներ ու զինամթերք, իսկ Մարտունու բաժնում գրանցվել է կամավոր հանձնելու 3 դեպք։ Մի դեպքով հանձնել են ակոսափող հրազեն և տարատեսակ փամփուշտներ, երկրորդ և երրորդ դեպքերով որսորդական հրացան, նռնակ ու փամփուշտներ։ Այդ օրը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Կումայրիի բաժնում՝ հրացան, ատրճանակ, նռնակ, տրոտիլ և փամփուշտներ։ Հունվարի 22-ին համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել են որսորդական հրացան, իսկ Արաբկիրում 5 նռնակ և զինամթերք։ Հունվարի 23-ին համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնում մեկը հանձնել է ինքնաձիգ, որսորդական հրացան, 5 նռնակ ու փամփուշտներ։ Նույն օրն Արտաշատի բաժին հանձնել են որսորդական հրացան, իսկ Կոտայքի բաժին 3 ինքնաձիգ, ինքնաձիգի 384 փամփուշտ, Մակարով տիպի 2 ատրճանակ, կարճեցված փողով 3 հրացան և 3 նռնակ։ Հունվարի 26-ին համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հանձնել են ինքնաձիգ, ատրճանակ, 2 նռնակ և 125 փամփուշտ, իսկ Տավուշի բաժին հրացան, տարատեսակ 147 փամփուշտ։ Հունվարի 28-ին Հրազդանի համայնքային ոստիկաններին հանձնել են ակոսափող հրազեն, փամփուշտներ ու զինամթերք։ Հաջորդ օրը համայնքային ոստիկանության Գավառի բաժնում կամավոր հանձնել են կարաբին տեսակի հրացան։ Հունվարի 30-ին Վեդիի բաժնում հանձնել են ինքնաձիգ, հրացան, 2 ատրճանակ, 5 նռնակ, ավելի քան 250 փամփուշտ և զինամթերք։ Փետրվարի 3-ին Գավառի բաժնում հանձնել են ինքնաձիգ և 120 փամփուշտ։ Հաջորդ օրը նման դեպք է արձանագրվել Ճամբարակի բաժնում, կամավոր հանձնել են հրացան և գնդացիրի ու ինքնաձիգի փամփուշտներ։ Փետրվարի 5-ին համայնքային ոստիկանության Արտիկի բաժին մի դեպքով հանձնել են հրացան, ատրճանակ, 102 փամփուշտ և զինամթերք, մյուս դեպքով որսորդական հրացան։ Հաջորդ օրը համայնքային ոստիկանության Ամասիայի բաժին հանձնել են ատրճանակ, նռնակ ու փամփուշտներ։ Փետրվարի 12-ին Ճամբարակի բաժնում մեկը կամավոր հանձնել է ակոսափող հրազեն, 1 այլ քաղաքացիի ինքնաձիգ։ Կրկին կոչ ենք անում հանձնել ապօրինի պահվող զենզինամթերքը։ Դրանով դուք կազատվեք քրեական պատասխանատվությունից։